Արմեն Աբազյանը 4.5 տարվա պաշտոնավարումից հետո պաշտոն անկարվեց, համապատասխան որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Աբազյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 8-ին, մինչ այդ եղել է ԱԱԾ փոխտնօրեն, իսկ ավելի վաղ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Արմեն Աբազյանի անունն այս տարի սկանդալային հրապարակման մեջ հայտնվեց։ Նրա 31-ամյա որդին Ռոբերտ Աբազյանը 2024 թվականի փետրվարին մոտ $600,000 ձեռք է բերել 225 քառակուսի մետր տարածք զբաղեցնող բնակարան Երևանում, որի մոտավոր շուկայական արժեքը գնահատվում է ավելի քան $900,000։ Ըստ հետքի հրապարակման գույքը պատկանել է Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված անձ Տիգրան Մանուկյանին և դուրս է մնացել դատախազության բռնագանձման ենթակա գույքի ցանկից։ Մամուլում հրապարակային մեղադրանքներ կան, որ Աբազյանը միջամտել է տարբեր պաշտոններում տարբեր մարդկանց նշանակման հարցերում, օրինակ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի, ոստիկանապետի և ջրօգտագործողների միությունների վարչակազմերում իր բարեկամների և ընտանիքի շրջանակից մարդկանց համար ձևավորելով պաշտոնեական խիտ ցանց։